Գիտքում որ որդին հորը սպանել է, դեպքից տեղյակ։ Շենքը չի, շենքն է։ Հա, այս շենքն է, դուք տեղյակ եք այդ դեպքից։ Չէ, ես տեղյակ չեմ։ Չեք ճանաչում իրենց։ Չէ, ոչ ճանաչում եմ, ոչ էլ իմանում եմ։ Ո՞նց եք այստեղ ապրում, որ չեք ճանաչում։ Չեմ իմանում, ինչ ասեմ։ Իսկ դեպքի մասին ինչ եք լսել առհասարակ։ Ինչ են խոսում։ Օ։ Մարդիկ առհասարակ այդ դեպքի մասին ինչ են խոսում։ Ինչ իմանամ, ինչ են ասում, ինչ չեն ասում։ Խոսակցություններ չեք լսել։ Չէ, ոչ մի բան էլ չեմ իմանում։ Չեմ պատմում ինչ ձեր ընտանիք էին, ինչ ձեր տղա։ Ես ազի։ Հա, մայրն էլ կար։ Իսկ այդ տղան ինչպիսի տղա էր։ Ես ճիշտ ասած չեմ ճանաչում, ստեղ հարց է։ Հա, շփում չեք ունեցել։ Իսկ ընտանիքը ընդհանուր առմամբ 4 քննիների ընթացքում եղել է թե չէ։ Չէ, երևի չէ։ Հա, չեք տեսել։ Ընտանիքի միակ երեխան էր, թե ուղղակի քույրերը ամուսնացած էին երևի։ Այստեղ են ամուսնացած, թե երկից դուրս են։ Հա, երկից դուրս։ Ինքը փոքրն է ընտանիքում։ Իսկ վարքագիծը հետ տեսել եք, նկատել եք, որ օրինակ ինչ-որ վատ վարքագիծ։ Որ ճիշտ ասեմ, ես ընդհանրապես չեմ տեսել այդ տղային։ Իսկ հայրը, որ հետ շփում, թեկուզ որպես հարևան-բարև, այդպես։ Հայրը չգիտեմ։ Չեմ իրանել եմ շատ հազվադեպ տեսել, չգիտեմ, էլի ինչ մարդը։ Իսկ ինչ են ընդհանրապես խոսակցություններ գնում, ինչի համար է արել։ Չգիտեմ։ Որտեղ մենք օրինակ տեղեկություն ունենք, որ գումարի պատճառով է։ Գումարի։ Հա։ Դե արդեն բարձ է, եթե գումար ա եղել տվյալ վայրում, ուրեմն բնականա որ գումարի պատճառով է։ Իսկ կարող իմանաք խմելու հետ ինչ որ սետ տղան ուներ։ Չեմ պատմում։ Իսկ ինչով է զբաղվում։ 22 տարեկան է, չէ։ 22 տարեկան է, բայց ես չգիտեմ իր զբաղմունքը, չգիտեմ։ Հա, ինչ որ սովորել կամ ինչ որ աշխատել։ Սովորել է, բայց չգիտեմ որտեղ։ Լսել եմ։ Բայց աշխատում եք հիմա թե չէ։ Այս պահին չգիտեմ ճիշտ ասած։ Իսկ ծնողները ինչով են զբաղվում, հայրը ինչով է զբաղվում, մայրը։ Հայրը ոնց որ աշխատանք չուներ այս պահին։ Իսկ մայրն էլ չէր աշխատում։ Ես ամսի մեկին եմ եկել, ստե Վարզով եմ ապրում։ Հա։ Մենք Ղարաբաղցի ենք։ Հա։ Հա, այնքան որ ես մորն եմ մի երկու անգամ հատը հանդիպել, բարև, էտա։ Էլ ուրիշ բան, մեկ էլ երեք մի կին կար, հասստը նստած, ես ու այդ կինը զրուցում էինք, այդ կինը են աթորը դրել է ստեղ զրուցել, ես էլ ստեղ։ Այդ մարդը անունը չար Գրիգոր են ասում, հա։ Այնա հանեն դեղեն ղումի կողքին, դեղից մեստը բարևից։ Էտա ուրիշ բան չգիտեմ, չեմ ճանաչում, ցավը տանեմ, գնացած չեմ, եկած չեմ, ասում եմ, ասի մեկ վանից եք եկել, ստե Վարզով ապրում։ Տղային առհասարակ տեսել եք։ Չէ, հալա տեսած չկա։ Իսկ ընտանիքը որպես այդպեսին։ Խաբար չեմ, ցավը տանեմ։ Իսկ խոսակցություններ թեկուզ հարևաններ։ Չեմ, ոչ մի բան։ Ինչ են ասում։ Ոչ մի բան չեմ լսել, չեմ տեսել, չեմ կարող ոչ մի բան ասեմ, էլի, որ չեմ գնացել, չեմ եկել, չեմ շփվում։ Ոչ մեկին համարյա չեմ ճանաչում։ Այնքան որ ես Ղարաբաղից եկած եմ, իրենք ինձ բարևում են։ Էտա։ Բայց այդ ընթացքում արդեն ասեցիք ամսի մեկից եղել է դեպք որ իրենց ընտանիքում ինչ որ խնդիր օրինակ ցավը տանեմ չեմ կարող բան ասել, չեմ լսել։ Տակի լսողությունը լավ չի, ճիշտ եմ ասում, էլի, հա, լսողության խնդիր ունեմ։ Ապարատ եմ գնացել վերցրել, բայց კი չեմ կարող դնեմ, բայց ոչ մի բան չեմ լսում։ Գնում եմ գործի, գուավայում եմ աշխատում։ Գալիս եմ տուն։ Բայց ինչ ասում եք բարևում էին նոյ։ Բարևում է։ Ինչպիսի մարդիկ են ձեր կարծիքով։ Այդ կինը շատ լավ կին է, շատ հոյակապ կին է։ Անունն էլ եմ մոռացել, ճիշտն ասած, Միկա դժվար անուն է, բայց շատ լավ կին է, շատ դուրս է գալիս։ Հա, ուզում էի էլի, որ հետո խոսեմ, շփվեմ, դե ինքը դուրս չէր գալիս։ Էդ այնքան որ գործի գալիս, այդ շենքը մեջովն եմ էլի անցնում։ Հա, թե տենում էլի բարևում էի, թե չէ։ Դե որ խոդով մտնում ես ցավը տանիմ, այդ խոդի դիմաց իրեն դուրը բաց էր միշտ, ռեմոնտ էին անում։ Դուրը բաց էր։ Լա այնքան որ ես տեսնում էի, որ դուրը բաց է, ռեմոնտ են անում։ Էտա ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Իսկ այդ ամուսինը որ ասում եք բարևում չեմ ճանաչում։ Ինչպիսի մարդ է տպավորում։ Չեմ կարող, մարդ այլ սովորական հանգիստ մարդ է, չգիտեմ։ Անսպասելի էր, որ լսեցիք այս։ Հա, առավոտը հելել եմ, որ
տեղով գնամ, տեսա դուռը փակ, ես ու թորս էինք։ Ֆռացիկ են կողմով ընդի գնաց, տունտով ժողովուրդ։ Այս ինչ ա եղել, հարևաններից մեկը թափա, այս մարդուն ոչմ էլի սպանել ա տղան։ Էտա։ Չասեց ինչի համար։ Չէ։ Հեռախոսով եք կարդացել։ Ինչ որ գրած ա էլի են հեռախոսի մեջ են Շամշոյանա, հա, որ գրել ա այն եք կարդացել, ուրիշ բան խաբար չէ։ Բայց ընդհանուր այդ պահին որ հավաքված էին, ոչ մի բան չէին ասում հավաքված։ Չէ, որ ես ոչ մեկին չեմ ճանաչում, ոչ մեկի հետ չեմ շփվում, ես չեմ կարա մի բան, ում հետ խոսամ։ Ոչ մի բան, լուար, քար, գլխուս կալ, գնում եմ գալիս։ Եկա դեռ զանգինացին չեն եկել աշխատողները, որովհետև sense դեպք կա տեղ ունեցել։ Թե չէ։ Բայց այդ ընտանիքին կամ այդ սպանված ինքնային առասարակ տեսել եք։ Ես չեմ ճանաչում, չեմ տեսել, ոչ մեկին չեմ տեսել։ Բայց ինչ են ասում, ինչ եք խոսակցություններ կա, ինչ եք լսել։ Լսել եմ, որ տղեն հորը սպանել է։ Ես էլ իմը ասում եմ, ուր հասանք էլի, թե ինչ այ։ Դա դեստաղ ես մեզ։ Չէ, ես դաժե դա չեմ ճանաչում էլի։ Դե ամեն ինչ էլ կբացատրի աղջիկ ջան, ոչ մի բան չի մնա։ Իսկ դուք դեպքի մասին գիտեք ինչ որ այս տարածքում եք ապրում։ Իրենց ճանաչում։ Շատ լավ մարդիկ են, շատ խելոք, համեստ։ Հա, ինչի արել, ինչ են խոսում։ Մեկ բան չգիտեմ։ Իսկ մինչև այս դեպքի որ իրենց ընտանիքի հետ անախորժությունը կամ վիճաբանություն որպես Մենք պես մոտիկ չենք, իրանք այն շենքից են առնչություն չեք ունեցել երբեք տղային տեսնել տղան խելոք, համեստ, ժպիտը դեմքին, վիշնի ոչ մի անգամ մեր խանութի հաճախորդն ա եղել, շատ լավ, խելացի, вообще ապշահարված են։ Չեմ ման, ես ինձ էլ է հետաքրքրել, բայց չեմ ման պատճառը։ Երևի չգիտեմ, գաղափարը նա ում հետ առնչվել եմ, ասել են պատմել ա, նա էլ Իսկ ինչ այն պատմում, ինչի համար է, ինչ վարկածներ Այդ կան։ ես ինձ էլ է հետաքրքրել։ Խոսակցություններ կան, չէ՞ ամեն դեպքում։ Չեմ լսել, չգիտեմ, ճիշտ ասած չգիտեմ։ Տղան հորը սպանի, ուրեմն լուրջ պատճառ պետք է լինի։ Լուրջ կապած երևի ընտանեկան։ Ասում հետո ցանկացել է ինքնասպանություն գործել, հա, ճիշտ է դա։ Այդ ներողություն, էլ ես չգիտեմ, շատ այդքանը գիտեի, որ Եվ ես բոլոր վարյացները ոչ կներեք, նայելով մի կարծիք եմ եկել, Որն է։ չէ, ենել կարող ասուտ մի մտենք տուն։ Ինչ որ մեկի տուն մտել էի, ես շենք եմ մտել ու ես ձեր տուն երբ որ կգամ, երբ որ ձեր տուն կմտնեմ, Սեփական բնակարան, երբ որ ձեր տուն, այ պապիկ ջան, կներվայնանայի, կասեք չեմ խոսում։ Բայց ոչ մի բան չեմ ասում։ Ես չեմ ասում վատ բանի կասում։ Ինձ ուղղակի հետաքրքիր է։ Դե հետաքրքիր գնացեք ուրիշ տեղ։ Ընդհանրապես այդքան է։ Ոնց է որ մի շենքում եք ապրում, չեք ճանաչում։ Դուք գիտեք ես տեղ եմ։ Դուք ասացիք, դուք ասացիք։ Դուք ասացիք, ես հորինի չեմ կարողանում։ Ինձ ուղղակի ճանաչում եք։ Նույնը բանարը փողոցի ներս իրանք չունես դու մտնում։ Երբ որ ձեր տուն կգամ, դուք իրանք չունես, ես գիտեմ ինչ եմ ասում։ Դե բացատրեք ինձ հասկանամ, ինչ իրավունքով դուք կարաք ինձ ցույց տաք շենք մտնել։ Շենքը չի։ Շենքը սեփական տուն, սեփական։ Շենքը, ստեղ մենակ դուք չեք ապրում, ստեղ լիքը բնակարաններ։ Հա, լիքը քանի հատ մատ հարց է։ Ինա որ մտնեմ հաշվենք, կգամ ասեմ։ Ոնց հասկացա Քեզ մի հարց։ Չէ, ինձ քեզ արթիվ եք, կարծում հարազատ եք։ Խնդրում եմ, դե ինչ կարծիք եք դա ձեր, խնդրում եմ հարցնում։ Հա, բան չասեք։ Այդքան մի բան։ Չեմ ուզում ձեզ քեզ մի բան բանալ։ Ես էլ ձեզ բան չեմ ասել, մարդու ես հասկանում շարունակում եմ։ Մի շարունակի, խնդրում եմ մի Ահա, շարունակի։ Խնդրում եմ մի շարունակի, ես 80 տարեկան մարդ եմ, խնդրում եմ քեզ թորիստ հայդես։ Ու էլի շարունակում ես։ Ինչի եք ագրեսիվ։ Դե ուրեմն հեռացեք որ ագրեսիվ չնոր։ Ընդհանուր ձեր տարածքն է, որ հեռանամ շենքը չեք թողում։ Հանրային տարածք է, հիմա ինչ եք։ Հա, ստեղ ուրեմն մի խոսացու ինձ։ Շատ խոսացան։ Քեզ օգնեմ։